Մատղաշ կարտոֆիլը հենց այս տարբերակով ստացվում է շատ համեղ, թե ինչպես անել, որ նորալուկ կարտոֆիլը տապակվելու ընթացքում չփշրվի, գեղեցիկ կարմրի և ունենա խորժելի տեսք, կան նրբություններ, որ պետք է պարտադիր իմանալ։ 1 կգ խոշոր կարտոֆիլը բաժանում ենք 2-ից 3 մասի։ Եթե ձեր ձեռքի տակ եղածը ավելի մանր է, կարող եք չկեղև ազատել և պատրաստել ամբողջական։ Բուսայուղը տաքացնում ենք, ավելացնում ենք կարտոֆիլը և յուրաքանչյուր 5 րոպեն մեկ խառնում ենք։ Աղը սկզբից չենք ավելացնում, կափարիչով չենք ծածկում, որպեսզի կարտոֆիլը այսպես գեղեցիկ կարմրի։ Բարեկամներ, վստահեցնում եմ, որ մեկ անգամ այս բաղադրատոմսով պատրաստելուց հետո այլևս այլ տարբերակ չեք փնտրելու, քանի որ ստացվում է շատ համեղ։ Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ է, ավելացնում ենք 1 ատամիկ սխտոր, համեմում ենք աղով, կարմիր քաղցր և սև պղպեղով և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն։ Վերջում ավելացնում ենք մանր կտրտած զամիթ, քերիչով անցկացրած 150 գ սուլուգունի պանիր, անջատում ենք կրակը և ծածկում ենք կափարիչով, սպասում ենք 1-ից 2 րոպե։ Արդյունքում ստացվում է ձգվող պանրով տապակած համեղ կարտոֆիլ, անպայման դուք էլ փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։